Ամրու լրատվականի հարգելի հետևորդներ, մենք այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք փաստաբան Հարություն Հարությունյանին, որի հետ զրուցելու ենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին Սահմանադրական դատարանի խորհրդակցական սենյակից դուրս գալու եւ որոշում կայացնելու այդ որոշման մասին, թե ի վերջո սա քաղաքացու կյանքում ինչ է փոխել կամ դատարանի կամ դատախազության կյանքում Սահմանադրական դատարանի որոշումը ինչ է փոխել։ Պարոն Հարությունյան, շատ շնորհակալ եմ, որ չեք մերժել մեր հրավերը եւ պատրաստ եք պատասխանել մեր մի քանի հարցերին, ինչպես գիտենք, ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի դիմումի հիման վրա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի Սահմանադրականությանը համապատասխանության հարցը որոշում էր կայացրել։ Ըստ այդ որոշումի ես կցանկանամ այսպես կետ առ կետ նշել, որպեսզի մենք հասկանանք, թե ի վերջո այդ ինչ որոշումներ էր։ Օրինակ, որոշում համար 1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ եւ 6-րդ կետերը նույն օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասի հետ համակցության մեջ համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխանատար պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու պահից հետո։ Խնդրում եմ բացատրեք սա ինչ է նշանակում։ Շնորհակալություն շատ հրավերի համար։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 5-րդ հոդվածը նախատեսում է այն հիմքերը, որի դեպքում իրավասու մարմինը սկսում է ուսումնասիրություն։ Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի առաջի կետը ձեր վկայակոչած վերաբերում է օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, այսպես կոչված ՕՀՄ-ի արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա ուսումնասիրություն սկսելու։ Ուսումնասիրություն սկսելու մասով ՕՀՄ-ի ստեղծվում է ըստ Սահմանադրական դատարանի որոշման այնպիսի իրավիճակ, որ նախ առաջին օպերատիվ հետախուզական միջոցառումների հիմքով ուսումնասիրության կարող է ենթարկվել բացառապես պաշտոն զբաղեցրած անձը, ընդ որում սահմանվել է կանոն այն մասին, որ բռնագանձման ենթակա գույք ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի համատեքստում մեկնարկի պահ կարող է հանդիսանալ այն պահը, երբ անձը զբաղեցրել է պաշտոն։ Դրանից նախորդ ձեռք բերված գույքերը, եթե նույնիսկ իրավասու մարմնի դիտարկման կգնահատվեն ապօրինի, չեն կարող ներառվել ապօրինի գույքի բռնագանձման ենթակա զանգվածի մեջ։ Պարոն Հարությունյան, դուք հիմա ունեք ենթադրենք ձեր վարույթներում այնպիսի գործեր, որ պաշտոնատար անձն ասում է ենթադրենք ես այդ գույքը ձեռք եմ բերել մինչև պաշտոնը զբաղեցնելը։ Մենք ունեցել ենք այդպիսի օրինակներ, կա այդպիսի օրինակ։ Իհարկե կա, մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ անձը պետական պաշտոն զբաղեցրել է շատ ավելի ուշ, քան բռնագանձման ենթակա զանգվածի գույքի որոշ մասեր, որը իրավասու մարմինը փորձում է բռնագանձել հօգուտ Հայաստանի Հանրապետության։ Հիմա ինչ է սպասվում Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո այդ անձանց ինչ է սպասվում։ Քանի որ Սահմանադրական դատարանի որոշման տեքստն ամբողջությամբ դեռ չկա, զուտ ունեցածի մակարդակով կարող եմ վստահ պնդել, որ հայցվորը իդեմս իրավասու մարմնի գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման վարչության պետք է վերահաշվարկ կատարի, պետք է հայցի առարկայի փոփոխություն կատարի, թողնելով հայցադիմի մեջ միայն այն գույքերը, որոնք ձեռք են բերվել առնվազն պաշտոն զբաղեցնելուց հետո։ Այսինքն ստացվում է, պարոն Հարությունյան, որ գործեր կան, որ հիմա ունեք այդպիսի գործ, որ պաշտոնը ստանձնելուց առաջ է պաշտոնատար անձը ձեռք բերել։ Հիմա ստացվում է, որ պետք է այդ գործերը կանգ առնեն, մի հատ դատախազությունը գնա, մի հատ վերահաշվարկ անի, երբ պաշտոնը ստանձնելուց հետո է ձեռք բերել, նոր գա մտնի դատարան։ Այո, ստիպված են վերահաշվարկ կատարել ու գույքի զանգվածի մեջից հանել այն գույքը, որը ձեռք է բերվել մինչև պաշտոն զբաղեցնել։ Քանի նման դուք վարույթներ ունեք, կարող եք մոտավոր հիշել, քանի նման պաշտոնատար նախկին պաշտոնյաներ կան։ Հիմնականում բոլորը պաշտոնատար անձինք են, կարծում եմ իմ գործերից առնվազն 10-ով անհրաժեշտություն լինելու հայցադիմի առարկայի փոփոխություն կատարել։ Անուններ կտակ, պարոն Հարությունյան, գոնե 1-2-ին է նախկին պաշտոնատար անձանց, որոնց գործերով է փոփոխություն սպասվել, այսինքն դատախազությունը գնալու է, մի հատ նորից վերահաշվարկ անի ու նոր գա մտնի դատարան։ Քանի որ Սահմանադրական դատարանի որոշմանը ամբողջությամբ դեռ չենք տիրապետում, անկեղծ ասած նման վերլուծություն կոնկրետ որ գործով ինչ կլինի չեն կարել ու ներողություն եմ խնդրում, բայց անուն չտամ։ Այսինքն փաստացի դատախազությունը չէր կանխատեսում, որ կարող է նման բան լինել, պարոն Հարությունյան։ Այս որոշման մասով հեչքիստել են օրինակ այն դատախազները, որոնց հետ դուք դատարանում հանդիպում եք։ Կարծում եմ չեն կանխատեսել, քանի որ ինչպես իրենց, այնպես նույնիսկ այն դատավորների կարծիքով, ովքեր արդեն իսկ հասցրել են վերջնական դատական ակտ կայացնել,
Նրանք միանշանակ պնդում էին, որ տվյալ դեպքում Հայաստանը որպես պետություն տարբերվում է մնացյալ այլ բոլորին հայտնի 3 մոդելներ կիրառող պետություններից եւ մեր երկրում գործում է 4-րդ մոդելը, որի նկատմամբ Եվրոպական դատարանի նույնիսկ վերջերս կայացված որոշումները այս օրենքի մասով վերաբերելի եւ կիրառելի չեն։ Պարոն Հարությունյան, հիմա երկրորդ կետին անդրադառնանք։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 1/4 կետերը նույն օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասի հետ համակցության մեջ սա ըստ էության այս կետերը հասարակ քաղաքացուն ոչինչ չեն ասում։ Մենք հիմա կարդում ենք, փորձում ենք հասկանանք ինչ է սպասվում։ Համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանության, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Խնդրում եմ բացատրեք ինչ է սա ենթադրում։ Տեսեք, նախ նորից նշեմ ի սկզբանե, որ դա վերաբերում է նույն ուսումնասիրություն սկսելու հիմքերին, ուղղակի ոչ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռբերված տեղեկությունների հիման վրա։ Այստեղ էական է անձի հակակոռուպցիոն գլխով քրեական օրենսգրքի առաջադրված մեղադրանքը, մեղադրական դատական ակտը, որի պայմաններում հարուցվում է արդեն իսկ այդ հիմքերով, որը քիչ առաջ դուք կոչեցիք։ Այսինքն դատախազությունը դատավճիռ պետք ունենա իր ձեռքը ու նոր մտնի ապօրինի գույքով, հա, կոնկրետ օրենսգիրը թույլ է տվել իրենց նույնիսկ մեղադրյալ ներգրավելու դեպքում ուսումնասիրություն սկսել, բայց նույն հոդվածի մեկ այլ կետ խոսում է այն մասին, որ դատախազությունը այդ լիազորությունը կարող է իրականացնել նաև այն դեպքում, երբ կա մեղադրական դատավճիռ ուժի մեջ մտած։ Հիմա ՍԴ-ն ինչ է ասում։ ՍԴ-ն ասում է, որ հանցավոր արարքի եւ այսպես կոչված գույքի ավելացման միջև պետք է լինի կապ։ Ընդ որում կապը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես նաև անուղղակի, ինչպես Եվրոպական դատարանը բազմաթիվ իր որոշումներում նշում է։ Եթե փորձեմ շատ կենցաղային նկարագրել, ուրեմն անձը, ով կատարել է հանցագործություն, օրինակ կաշառք է վերցրել, կաշառք վերցրած գումարով ձեռք է բերում բնակարան։ Տվյալ դեպքում, եթե հիմնավորվում է, որ կաշառք է վերցվել եւ դրա արդյունքում ձեռք է բերվել բնակարան կամ որևէ այլ գույք, այդ գույքը կարող է դառնալ բռնագանձման առարկա։ Ինչ որ առումով նաև ունեմ կարծիք, որ կապի անհրաժեշտությունը ինքնին կարող է ազդել օրենքում գործող գույքի ապօրինության կանխավարկածի վրա, որովհետև այսօրվա կարգավորումներով գույքը ապօրինի է, քանի դեռ գույք ունեցող անձը չի հիմնավորում, որ դա ձեռք է բերել օրինական հիմքերով։ Հիմա եթե պատճառահետևանքային կապի անհրաժեշտություն է առաջանում, առնվազն հայցվոր կողմը պետք է հիմնավորի, որ այդ գույքը հանցագործության արդյունքում է ձեռք բերվել։ Այսինքն ստացվում է այստեղ պատասխանողը չպետք է ապացուցի, որ ինքը ապօրինի է ձեռք բերել, այլ դատախազությունը պետք է ապօրինի։ Այդ հարցին ես կդժվարանամ հիմա պատասխանել, բայց ամեն դեպքում, եթե կապի անհրաժեշտությունը Սահմանադրական դատարանը ամրագրել է, դա ինքնին կարծում եմ կբերի նաև կանխավարկածի որոշակի փոփոխության կամ առնվազն մեկնաբանության փոփոխության, որտեղ պատճառահետևանքային կապի առկայությունը ամեն դեպքում պետք է այսուհետ ապացուցի դատախազությունը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը։ Սա ինչ է նշանակում, պարոն Հարությունյան։ Քանի որ օրենքը ըստ էության կարելի է ասել Սահմանադրականության հարցը բարձրացվել էր ընդհանուր օրենքի մասով եւ նաեւ առանձին շատ լուրջ կարգավորումների մասով, կարծում եմ Սահմանադրական դատարանը այսօրվա ձևավորված իրավակիրառ պրակտիկայի եւ իր դիրքորոշումների մեջ մի փոքր փորձել է զուսպ եւ զգուշավոր գտնվել, այդ մասով թողելով դատական իշխանության վրա, որպեսզի հասկանա ինչ ուղղությամբ է գնում, քննվում, մեկնաբանվում օրենքի այլ նորմերը, որոնք առնվազն այս պահին հակասահմանադրական չեն ճանաչվել։ Խոսքը միանշանակ կարող են պնդել կվերաբերի նաև ժամկետներին, որովհետև ինչպես գիտենք Վենետիկյան հանձնաժողովը շատ խնդրահարույց է դիտարկել այսօրվա գործող կարգավորումներով նույնիսկ 30 տարի հետ գնալը։ Այսինքն հետդարձության հարցը։ Հետադարձության հարցը։ Ես հակված եմ կարծել, որպես իրավաբան, որ Սահմանադրական դատարանի որոշման մեջ կլինեն ձևակերպումներ, որոնցով կվերաբերի ձեր վկայակոչած երկու կետերին։ Օրինակ, եթե անձը զբաղեցնում է պաշտոն 90-ական թվականներից սկսած, արդյոք
ենթադրյալ հանցագործության կատարումը, եթե տեղի ունեցել 90-ական թվականներին, կարող է բավարար դիտվել, որպեսզի իրավասու մարմինը մինչև 90-ական թվականները նորից հետ գնա, թե կլինի մեկնաբանություն այնպիսին, որով կլինի օրինակ պաշտոն զբաղեցնելուց հետո, բայց ոչ ավել, քան ենթադրենք 20 տարի, 15 տարի։ Այսինքն ժամկետներն են վիճարկելի։ Հստակություն չունեք այս մասին։ Միանշանակ։ Իսկ սա ինքնին նաև մեծ ծանրաբեռնվածություն է օբյեկտիվ առաջացնելու, հենց առաջինը դատախազությունում, նաև դատարաններում, որովհետև վստահ եմ, որ այն գործերը, որով ապացուցման պարտականությունը արդեն իսկ բաշխվել է, Սահմանադրական դատարանի որոշման հիմքով պետք է վերանայվեն, ինչի արդյունքում դատախազության վրա դրված ապացուցման պարտականությունները ավելանալու են, իսկ պատասխանող կողմի վրա դրվածը բնականաբար ըստ դրա նվազի։ Կարող ենք ենթադրել, որ Սահմանադրական դատարանի որոշումը եւ դատախազության եւ դատարաններին բավականին լուրջ փաստերի առաջ են կանցել, հեշտ չէ քաղաքացու զգույք խլել։ Կոնկրետ պետք է լինեն այսպիսի դրույթները, որով կարողանա դատախազությունը ապացուցի, սա ապօրինի է։ Կարող ենք ասել, որ իսկապես խառնաշփոթ է ստեղծել իրավապահ համակարգի համար։ Միանշանակ չեմ խուսափի նշել, որ բավականին համարձակ որոշում է։ Այո։ Չեմ կարող ասել դա Եվրոպայի ճնշման արդյունքում է, օբյեկտիվության բարձրացման արդյունքում է, թե ինչի արդյունքում է, բայց ամեն դեպքում կարծում եմ նոր ու բավականին բարձր նշաձող կսահմանվի այս որոշմամբ ապօրինի գույք բռնագանձելու հայց հարուցելու համար, բայց նաև ունեմ մեկ մտահոգություն, քանի որ քրեական գործի դեպքում կարծեք կապի անհրաժեշտություն են ամրագրել, իսկ օպերատիվ տեղեկությունների արդյունքում ուսումնասիրության դեպքում զուտ պաշտոն զբաղեցնելու պահ են ամրագրել, սա ինքնին կարող է բերել նոր չարաշահումների իրավունքի, որովհետև զուտ պաշտպանական տեսանկյունից ստացվում է քրեական գործով անցնող անձինք ավելի լայն պաշտպանության շրջանակ ունեն իրենց իրավունքների, քան օպերատիվի։ Կբացատրեք ինչու։ Այո, սա կարող է բերել նրան, որ նախկին պաշտոնատար անձանց, ովքեր որևէ քրեական գործով երբևէ չեն անցել ու չեն անցնում, չկա առերևույթ որևէ մեղադրանք իրենց անձի հանդեպ, կարող են օպերատիվով հարուցել, օպերատիվի դեպքում ամեն դեպքում եզրափակիչ մասը մեզ հուշում է, որ կապի անհրաժեշտություն չկա, օպերատիվով հարուցեն, ասեն մեզ ձեր քրեական գործն էլ չի հետաքրքրում, ընթացնել չի հետաքրքրում, փոխադարձ կապնել չի հետաքրքրում, պաշտոն ստանձնելու պահից այս գույքերը չեմ կարողանում գտնել անհրաժեշտ դրամական միջոցների մնացորդ արկայություն ձեր մոտ, հետևաբար ապօրինիա գնացինք դատարան։ Սա իրավական աբսուրդի կբերի, եթե օպերատիվով հարուցվածները ավելի ցածր շեմ ունենան իրավունքը պաշտպանելու, քան քրեական գործով Ինչու, կուզենայի բացատրեք, ինչու։ Մարդը գնացել է օպերատիվով, ասում է չեմ կարողանում հասկանամ այդ դրամական միջոցները քեզ որտեղից, որ դու այսքան ունեցվածքի տեր ես դարձել։ Ի՞նչն է խնդիրը։ Տեսեք, քրեական գործով անցնողների մոտ պետք է դատախազությունը առնվազն հիմնավորի, որ քրեական գործով ենթադրյալ հանցագործության ու ակտիվի ավելացման միջև կա կապ, ինչը իր համար բավականին բարդություն է ներկայացնում, իսկ օպերատիվի դեպքում ասելու են կապը մի կողմ ենք դնում, այս գույքը որտեղից։ Ու միանգամից մտնում է։ Այսինքն յուրաքանչյուրը կարող է հայտնի թիրախում, չէ՞։ Պաշտոնատար անձը ըստ տրամաբանության, բայց եթե հանկարծ ժամկետի մասով էլ սահմանափակում չդրվեց, օրինակ բոլորի մասով կարող են հարուցել օպերատիվով, ասեն դե 91 թվականից սկսած, եկեք նույն process-ով անցնենք, ինչ որ այսքան ժամանակ անցնում ենք։ Փաստացի ես կարծում եմ նաև, որ այս օրենքի հակասահմանադրական ճանաչումը պետք է հանգեցնի որոշակի հետևանքների։ Այո։ Բայց վստահ չեմ, որ հետևանքների հանգեցնելու է։ Ու խոսքը բնականաբար չի վերաբերում ապօրինի գործերով գույքի բռնագանձման վարչության դատախազերին, այլ շատ ավելի բարձր մակարդակում սա պետք է ունենա քաղաքական հետևանք այդ թվում։ Այսինքն ուզում եք ասել, որ պաշտոնյաներն էլ հետագայում այդ որոշումների համար պատասխանատվության ենթարկվեն, պարոն Հարությունյան, դա է։ Փաստացի ստացվում է։ Այո։ Գլխավոր դատախազությունը, այո, շուրջ 4 տարի արդեն հակասահմանադրական մեկնաբանություն տալով իր հայցադիմումներին եւ ուսումնասիրության ողջ process-ին անձանց մասով, այլ ոչ թե գույքի, որտեղ դասական իմաստով սա պետք է լինի գույքի հետապնդում, այլ ոչ թե անձի հետապնդում։ Շուրջ 4 տարի բազմաթիվ անձինք անհիմն կերպով հակասահմանադրական մեկնաբանությամբ ենթարկվում են հետապնդման։ այո։ Եվ սրա տապալումը դատական մակարդակում Սահմանադրական դատարանի կողմից
այն որոշման կայացմամբ, որի եզրափակիչ մասը մեզ թույլ է տալի որոշակի դատողություններ անել, պետք է պարտադիր հանգեցնի քաղաքական հետևանքների։ Դուք պատրաստվում եք այդ մասով հաղորդում տալու, պարոն Հարությունյան, ինձ հետաքրքիր է։ Որտեղ հետևանքներից եք խոսում։ Սահմանադրական դատանի որոշմանը մինչև չծանոթանամ չեմ կարող ասել, բայց բնականաբար չեմ բացառում, որ կփորձենք ամեն ձևով այն անձանց, ովքեր նպաստել են այս իրավիճակի ստեղծմանը, բերել պատասխանատվության դաշտ։ Նաև մեկ լուրջ խնդիր էլ կարող է առաջանալ, հիմա եթե սահմանադրական դատանի որոշումը ինչ որ ճկուն տենց ճողոպրելու մեխանիզմներ չնախատեսի, այլ լինի այն ինչ որ եզրափակիչ մասում է հնարավորություն ատալ դատողություն անել, այստեղ հերթական անգամ պետությունը մեծ վնասներ ա կրելու, որտեղ այս բոլոր անձինք իրենք դատական ծախսեր են կրել, բազմաթիվ թղթեր են թարգմանել, բազմաթիվ թղթեր են նոտարական վավերացման ենթարկել, ի վերջո շատ մեծ գումարներ շատ հաճախ վճարվում է փաստաբաններին, որտեղ այս ոլորտի ծառայությունները շատ ավելի թանկ են, քան ցանկացած այլ ոլորտ, ու եթե պետությունը չփորձի որևէ ձև չակերտավոր ասած այս անձանց սիրտը շահել, այդ թվում ներողություն խնդրել, կարծում եմ դատական ծախսերի մասով եւս ներկայացվելու են համապատասխան պահանջներ ու եթե նույն իրավասու մարմինը փորձի տարբեր տենց ճանապարհներ որոնել այս վիճակը շրջանցելու, դա արդեն ավելի լուրջ հետևանքների կհանգեցնի, քան այն, որ այս պահին դեռևս պաշտպանվում են։ Պարոն Հարությունյան, նաև ձեր թույլտվությամբ կուզենայի վերջին հատվածը կարդալ, ասում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի սա ներկայացրի սահմանադրության 177 հոդվածի 2-րդ մասի համաձայն սուր որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պայից մենք նաև խոսեցինք 30 տարի հետ գնալու։ Ես կուզենայի պարոն Հարությունյան, սահմանադրական դատանի որոշումից հետո դուք դատարան գնացել եք։ Այո, մեկ դատական նիստի եմ մասնակցել։ Ինչ փոփոխություն կար դատախազների, դատավորի։ Բոլորի մոտ սպասողական վիճակ է, այդ թվում նաև մեր, որպես փաստաբանների, մինչև չծանոթանանք սահմանադրական դատանի որոշման տեքստին։ Կար ինչ-որ անհանգստություն ըստ էության դատախազները, որ պետք է հետ գնան միատել վերահաշվարկ անելու կամ դատավորները, որ ըստ էության ինչ քննեն, հələ որ օթից կախված են։ Գիտեք, իրականում տենց հարաբերություն իրավիճակ չկա, որ փորձենք քննարկելու մոտ ինչ անհանգստություն կա, բայց կարծում եմ չի կարող անհանգստություն չլինել։ Եվ դատախազության եւ դատական միանշանակ ժամկետներ չէր նշել սահմանադրական դատանը, գրել էր ըստ օրենքի կհրապարակվի ամբողջությամբ։ Կարող են ենթադրել երեկոյա ժամկետ։ Երեկոյա ժամկետ։ Ըստ էության արդեն այսօր կամ վաղը պետք է սահմանադրական դատանը որոշումը կայացնի։ Այո, հրապարակի։ Շատ բարի, շատ շնորհակալ եմ պարոն Հարությունյան, եթե ունեք որևէ ավելացնելու բան այս մասով, որ ունեք անհանգստություն կամ որևէ այլ խնդիր, եթե կցանկանաք։ Մեկ բան ուղղակի ես ինձ մտահոգում է այն միտքը, որ մենք տարբեր փուլերում, տարբեր հարցերի շուրջ ունեցել ենք նմանատիպ իրավիճակներ, իսկ պետական մարմինները տվյալ դեպքում իդեմս դատախազության մտահոգ են, որ կարող են մեկ այլ մեխանիզմ փորձել, մեկնաբանել, շրջանցել սահմանադրական դատանի սահմանած խաղի կանոնները ու փորձել գործընթացը առաջ տանել, բայց այս դեպքում վստահ եմ շատ ավելի լուրջ հակազդեցության կհանդիպի։ Շնորհակալ եմ պարոն Հարությունյան, կհետևենք իրադարձությունների զարգացմանը։ Շնորհակալ եմ։